ավանդության համաձայն, երբ որ Քրիստոս Հովսեփ Աստվածահոր հետ փախչում էր Եգիպտոս, Ղազարոսը, Մարթան, Մարիամն այնտեղ էին եւ այնտեղից էլ միավորվեցին Քրիստոսին, Մարիամին եւ Հովսեփին ու եկան բնակվեցին Բեթանիայում, իսկ Հիսուս բնակվեց Նազարեթում։ Եվ այսպես իր ողջ երկրավոր կյանքի ընթացքում Քրիստոս մանկությունից սկսած մտերմություն, բարեկամություն ուներ այս ընտանիքի հետ։ Եվ Երուսաղեմ պետք է գնար հանգրվանում էր նրանց տանը Մարթայի, Մարիամի եւ Ղազարոսի մոտ։ Եւ այնտեղ ուրախության ու երջանկության մտերմական ընտանեկան մի մթնոլորտ էր միշտ տիրում։ Սիրով դիմավորում էին Մարթան, Մարիամը, Ղազարոսը Հիսուսին, հյուրասիրվում էին, կերակրում էին, լսում էին, երբ մի անգամ Մարթան այնքան զբաղված էր, համեղ ուտեստներ էր ուզում պատրաստել, չգիտեր, որ Քրիստոս դրանց կարիքը չունի։ Մարիամը խորագիտորեն եկել էր, նստել էր Հիսուսի ոտքերի տակ ու լսում էր Քրիստոսի խոսքերը։ Մարթան Մարիամին ասաց, ինչու ինձ չես օգնում։ Հիսուս ասաց, դու լավ ես անում, աշխատում ես, չարչարում ես, Մարիամն էլ աղոթքն է լսում։ Ավելի կարևորը ընտրեց, ոչ թե մարմնավորը, այլ հոգևորը։ Եվ նրանից չի վերցվի։ Եվ այսպես գեղեցիկ հետաքրքիր պատմություններ էին կատարվում։ Մի օր էլ Մարիամը վերցրեց եւ Հիսուսի ոտքերը օծեց անուշահոտ յուղով։ Եվ այդ յուղի բուրմունքը լցվեց տանը, դեռևս Ղազարոսը չէր մեռել, չէր հարություն առել։ Այս բոլոր դեպքերը տեղի ունենում։ Իր մի ընտանիքը ուներ Բեթանիայում Մարիամի, Մարթայի, Ղազարոսի տանը մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եվ մեզ թվում է, որ Աստծո սիրելիներն ոչ մի չի պատահի։ Իրենք ապահովագրված են, վերջ, որ Աստծո սիրելի են, վերջ, բայց ոչ։ Ամենամեծ դժբախտությունը Աստծո սիրելի ընտանիքին պատահեց Ղազարոսին, Մարթային, Մարիամին։ Հանկարծակի Ղազարոսը հիվանդացավ եւ մեռավ։ Առաքյալներն էլ ասեցին, դե մենք էլ գնանք մեռնենք։ Բայց Քրիստոս ասաց այդ մահ չէ, Աստծո փառքի համար է, որ Աստված փառավորվի։ Դուք հիշեք, որ դուք անկումից հետո, Ադամի անկումից հետո մահվամբ պետք է փառավորվեք, որտեղ Աստծո որդին էլ մահվամբ փառավորվեց։ Խաչի մահը Քրիստոսի փառքն էր, Ղազարոսի մահը մեռելների հարության առհավատչյան էր։ 4 օր էր, որ մեռել էր Ղազարոսը։ Մենք էլ 4 տարինից ենք բաղկացած։ Օդ, ջուր, կրակ, հող։ 4 օրվա մեռել Ղազարոսը խորհրդանշում էր 4 տարիից բաղկացած մարդկային բնության մահը։ Եվ մեր Տերը եկել էր բուժելու մարդկային բնություն, ուզում էր վերակենդանացնել։ Եվ 4 տարերը նախ վերակենդանացրեց, որովհետև հողեղեն բնություն առավ, հողից մարդը ծնվել էր, ինքն հողեղեն բնություն առավ, հողը սրբեց։ Յորդանանում ջրերի մեջ մկրտվեց, ջուրը սրբեց։ Օդերի մեջ քայլելով օդը սրբեց եւ հրեղեն լեզուների տեսքով իջնելով կրակը սրբեց, հուրը սրբեց։ Եվ այսպես 4 տարի սրբեց։ Հետո սկսեց բուժել մարդկային բնությունը։ Ձեռքերը, անդամալույցների, չորացած ձեռքերը, ոտքերը, կաղերին քայլեցրեց, կույրերին տեսնել տվեց, խուլերին լսել տվեց, համրերին խոսել տվեց։ Եվ այսպես քայլ առ քայլ փոքրից դեպի մեծը բուժում էր մարդկային տկար եւ հիվանդացած բնություն։ Եվ երբ մոտեցավ վերջը, մեռելներին սկսեց հարություն տալ։ Սկզբում Ղազարոսի աղջկան, որ նոր էր մահացել, այնուհետև Նայինի որդու աղջկան, տղային, որ եւ 1 օրվա մեռել էր, եւ ի վերջո Ղազարոսին, որ 4 օրվա մեռել էր։ Ղազարոսը որտեղ էր, դժոխքում էր, մարմինն էր դրվել էր գերեզման, եւ Քրիստոս եկել էր դժոխքը քանդելու, բայց ամբողջովին չպետք է այդ պահին ավերեր, մի քանի օրից հետո պետք է դժոխքը ամբողջովին քանդել, եւ
խոսեց եւ ասաց. «Ղազարոս, դուրս արի»։ Դժոխքի եւ սանդարամետի իշխանը Սատանան ասեց թույլ չեմ տա դուրս գար, բայց սարսափեց, վախեցավ։ Այսինչ հզոր ձայն է, այսպիսի ձայն ես երբեք չեմ լսել, որ մի խոսքով դժոխքի հիմքերը սասանվի, որ իմ իշխանությունը թուլանա, ես ուժ չունեմ, կարողություն չունեմ Ղազարոսին պահել, որ պահեմ մնացածն էլ դուրս կգան, ես մեկին տամ մնացածին պահեմ։ Այդպես մտածեց։ Սատանան խաբվեց, Ղազարոսին տվեց, ասեց մնացածը ինձ, բայց չգիտեր, որ մնացածն էլ իրան չի մնալու։ Մի քանի օրեր հետո, Ղազարոսի հարությունից հետո Քրիստոս պիտի խաչվեր, իջներ, դժոխքը քանդեր, ավիրեր, դուրս բերեր բոլորին։ Եվ Ղազարոսը դուրս եկավ, որտեղ Տիրոջ խոսքը հստակ էր։ Ղազարոս դուրս արի։ Բայց մինչև այդ Քրիստոս արտասվել էր։ Ինչպես Գրիգոր Նարեկացին է ասում, արտասվեց իր բարեկամ Ղազարոսի համար, արտասվեց Երուսաղեմի համար, արտասվեց Հուդայի համար։ Բայց երկուսը Երուսաղեմն ու Հուդան Քրիստոսի արտասուքից դարձի չեկան, չփրկվեցին, բայց Ղազարոսի համար արտասուքը արդյունք տվեց։ Երբ որ մարդը սերմը գցում է հողի մեջ, մեռնում է սերմը, ջրում է, հետո արեգակն է տաքացնում։ Այդպես էլ Ղազարոսը կարծես ցորենի հատ լիներ, դրվեց գերեզման, մեռավ, 4 օր մեռավ։ Հետո Քրիստոսի արտասուքներով թրջեց Ղազարոսի գերեզմանը։ Իր աստվածային խոսքը, որ ասաց Ղազարոս, դուրս արի, կարծես արեգակի մեջ ճառագայթ լիներ, ընկավ Ղազարոսի գերեզմանի վրա, տաքացրեց, ջերմացրեց, արցունքներով թրջել էր, Ղազարոսը անմիջապես դուրս եկավ։ Ցորենի հատիկը, որ դուրս է գալիս հողից, փաթաթված է լինում տերևներով, բաներով, այդպես էլ Ղազարոսը, որ մեռել գերեզմանից դուրս եկավ, պատանքներով փաթաթված էր, պատանքել էին նոր են դրել գերեզման, և Քրիստոս ասեց անմիջապես հանեք պատանքները, էլ իրան պետք չէ, և հանեցին պատանքները, Ղազարոսը կանգնեց բոլորի առջև, բոլորը սարսափեցին, դողացին, երբեք չէին տեսել կենդանի մեռել, 4 օրվա մեռել, ու հարությունից հետո Քրիստոս փառավորվեց։ Այդպես էլ իմանանք, որ մեր փառքը նահատակությամբ է լինում, մահվամբ է լինում, եթե մենք չենք ուզում նահատակվել, զոհաբերվել հանուն արդարության, հանուն Քրիստոսի, մեղքերի դեմ պայքարում, արյուն թափելու աստիճան, չենք ուզում մեռնել, հարություն չենք առնել։ Ղազարոս փառավորվեց իր մահվամբ, Քրիստոս իր խաչելությամբ ու մահվամբ փառավորվեց, մենք էլ պիտի փառավորվենք մեղքերի դեմ արյուն թափելի աստիճան պայքարելով։ Եվ իրապես այդ փառքը, որ ոչ մեկ մեզանից չի խլելու։ Օրհնյալ է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փառքը։ Եկեսուս հեշնայի ողորմությաներով, ամենալով պահպանիչ և իսավատացելոց Քրիստոս ասվես մեր պահպանյայի ոչնյաս ուղտավը սարայս խոր, կնդովանյավ սուրկ և պատվակալ խաչյութ քորի խաղության, հրիկյա հերևեր և հաներովի թշնամին արժրով յավոյության, պրվեց կենթորինց փոքրիկ, Այշմի միշտ Օրհնյալ Գեորգի Քիշնար սուրբ երթայք խաղությամբ և Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցին Հրեստամեսիաս։